Այսին հենց աբսուրդի ժանրից հայտարարակ բան է, որ այսի հանրային ասեմ, շատերը չեն հավատալու, մտածելու են fake է, որտեղ բացահայտ կոռուպցիա է, հայտարարակ է։ Չգիտեմ, այս բարդակը ոնց է շարունակվելու։ Ուրեմն Երևանի քաղաքապետարանի ծրագրով այս այգին $900,000 կառուցել են։ Անցած տարի տեսանյութ էի հրապարակել, ցույց տալով, թե ոնց է այս հատակի $900,000 այգու քարե սալիկները քանդվում։ Ինչպես որ արդեն գիտեք, շատերը ես հետևողական եմ եւ դիմումներով եմ առաջնորդվում փաստաթղթով, Երևանի քաղաքապետարան եմ դիմել, որ այս այգու հատակի տոմետները բարեկարգեն։ Ըստ երաշխիքի շինարարի կողմից, որտեվ շինարարը այս այգու կառուցման համար $900,000 փող է ստացել։ Հիմա ժողովուրդ, անկեղծ ասած, շատերը ես հասկանում եմ, որ իմ ասած խոսքերին չեք հավատա, նույնիսկ հիմա այս որ նամակներ ցույց տամ Երևանի քաղաքապետարանի չեք հավատա։ Ուրեմն տեսեք, այս հայտարարությունը ինչու՞մ է։ Քաղաքապետարանը $900,000 այս այգին կառուցել է, մի տարի երաշխիքը շինարարի կողմից, որ հա, պիտի պատասխանատվություն կրի ամեն ինչի համար, ավարտվել է ու Երևանի քաղաքապետարանը ինձ պաշտոնական գրությամբ հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանի ծրագրով նորից պետքա բարեկարգում անեն։ Հասկանում եք։ Այսինքն Երևանի քաղաքապետարանը նորից պետքա գումար հատկացնի այս այգին բարեկարգելու համար։ Հասկանում եք այս հայտարարությունը, լստնայիք։ Այսինքն ոնց կարա տես բանել, ժողովուրդ, $900,000 տան այգին սարքեն, այգին քանդվի, քաղաքապետարանը ասի մենք նորից պիտի բարեկարգում անենք, փող դուրս գրենք, եթե սա կոռուպցիա չի, բա ինչ է, ով կասի։ Հəլստեք։ Ախր մարդ չգիտի, լացի, ծիծաղա, նայեք ամբողջ հատակի քարերը քանդվում է։ Այս այգին է գտնվում է ռայսը տոնավաճառի անմիջապես առջևը։ Այսինքն հասկանում եք, հերիք չի $700,000, $900,000 փող են կերել, Երևանի քաղաքապետարանը ասում է, սպասի, մի հատ էլ բարեկարգում անենք։ Դուք ձեռ եք առնում, անկեղծ ձեռ եք առնում։ Ու գիտեք, ամենացավալին ինչն է, երբ որ շինարարական աշխատանքները ընթանում են, ես բարձրաձայնում եմ անորակ աշխատանքների համար, քաղաքապետարանը ասում է, դե Չախոյան էլի գնում նկարում խոսում է, հələ աշխատանքները չենք ընդունել, ինքը գնում բան է հրապարակում։ Աշխատանքները երբ որ ընդունում են, Չախոյանը էլի հրապարակում ասում անորակը, ասում են, դե մի տարի երաշխիքի մեջ է։ Շինարարը իր կողմից կսարքի։ Երաշխիքի մեջ չեն գալի, չեն սարքում, մի տարին ասնում է, որ երաշխիքային պայմանագիրը ավարտվում է, էլի Չախոյանը գնում նկարում է ու էլի սկսում են հեքիաթներ պատմել։ Այսինքն հեքիաթը որն է, ժողովուրդ ջան, $900,000 այս այգու կառուցելու համար փող տան, հատակները քանդվի ու նորից Երևանի քաղաքապետարանը գործի համար փող հատկացնի, ձեռ եք առնում։ Եթե սա կոռուպցիա չի, բա ինչ է, ինձ ով կարող ասի, ժողովուրդ, անկեղծ էլի, ամբողջ հատակի քարերը քանդվում է։ Այս էլ բետոնե սալիկ չի, որ ասեն, աղեն ցանել, բան ա եղել, սենց ա եղել, նենց ա եղել։ Էսի բնական քար է, անորակ շարակ քար են դրել շարակ։ Հիմա ժողովուրդ, անկեղծ ասած, մի պահ որ ես մտածում եմ ինչ աստ է կատարվում երկրում, անհավատալու ժանրից է, անկեղծ։ Սենց բան ոնց կարա լինի։ $900,000 փող տան, այգին քանդեն, մի հատ է քաղաքապետարանը ասի, մենք մի հատ է պիտի փող հատկացնենք, որ այս այգին սարքենք, ձեռ եք առնում։ Տեսեք, ամբողջ հատակները քանդվում է։ Հեսա ասելու են fake է, չափազանցնում է, աշխատանքները ընդունած չի, ավարտական ակտ չկա, բայց ասեմ ժողովուրդ ջան, նման բան չկա, սեղի աշխատանքները ընդունված է, ավարտական ակտ կա։ Եվ ըստ պայմանագրի
երաշիկի սպասարկումը, հա, կապալառու ընկերության կողմից ժամկետը ավարտվել է։ Ու գիտեք, ցավալին ինչն է, որ երբ որ տվյալ խնդրի մասին բարձրաձայնում եմ, օրինակ 2024 թվականին որ բարձրաձայնել եմ, այդ թվում Factor TV-ն էլ անդրադարձել այս խնդրին, Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտարարել էր, գիտեք, այգին դեռ շահագործման հանձնված չի։ Հասկանում եք, սուտ տեղեկատվություն է տրամադրել իրենց ծախողումները քողարկելու համար, այնինչ շահագործման այգին հանձնված է եղել եւ այդ ամենը փաստող փաստաթուղթ կա։ Այսինքն հասկանում եք ինչ կարգի են խափում ժողովրդին, որ իրանց կոռուպցիաները թաքցնեն։ Ես չգիտեմ, որ հիմա ասում են, ես գիտեմ, ես շատեր ասում են չախոյնա չափազանցնում, տես բան ոնց կարա լինի $900,000 փոխտան այգի սարքեն, մի տարի հետո մի հատ էլ փող դնեն, այգին կառուցեն, ձեռ է կառնում։ Անկեղծ ասած մի պահ ես էլ չեմ հավատում,